Մեր երկրում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասն հաշվետվություն է ներկայացրել։ Ըստ այդմ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է։ Սպանությունները կազմում են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 0.2%-ը, մեծ մասը կենցաղային խնդիրների շուրջ։ Եթե 2021 թվականին աշխարհում 100,000 բնակչի հաշվով միջին ցուցանիշը եղել է 5.8 սպանություն, ապա Հայաստանում այդ թիվը կազմել է ընդամենը 2 եւ շարունակում է նվազել հետագա տարիներին։ Ըստ նախարարի նշանակալի արդյունքներ կան թմրամիջոցների դեմ պայքարում։ Դեպքերի հայտնաբերումն աճել է շուրջ 18%-ով։ Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընթացիկ տարում առգրավվել եւ շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 416 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն ըստ նախարարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազումն է։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ բարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նվազել են ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը, եւ դա այն պայմաններում, երբ հանրապետությունում տրանսպորտային միջոցների թիվը շարունակում է աճել, հասնելով գրեթե 1 միլիոնի։ Նախարարի խոսքով վերջին 1 տարում գերատեսչության կրթահամալիրում վերապատրաստվել է ավելի քան 10,000 ոստիկան, 300 փրկարար եւ այլ ծառայողներ։ Ինչ վերաբերում է հանցագործության դեմ պայքարին, Սարգսյանը ներկայացրել է կոնկրետ թվեր։ Վերջին 1 տարվա ընթացքում ծառայությունը էական արդյունքներ է գրանցել։ Հայտնաբերվել եւ բացահայտվել է ավելի քան 11,000 հանցագործություն, ինչը զգալի կշիռ ունի ընդհանուր պատկերում։ Ջրային պարեկները մեծ աշխատանք են կատարել Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ, հայտնաբերել ապօրինի ձկնորսության դեպքեր, ապահովել ամառային սեզոնին հանգստացողների անվտանգությունը։ Ցանկացած բարեփոխման հաջողությունը առաջին հերթին կախված է մարդկային կապիտալից, նշել է Արփինե Սարգսյանը, հիշեցնելով, որ նախարարությունը երկրում ամենաշատ աշխատակիցներ ունեցող կառույցներից է։ Աննա Հարությունյան, Open Media։